Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել, Տաթև ջան, ուզում եմ դուք պարզաբանեք Բագրատ Սրբազանի դեմ սեփականության իրավունքը դադարեցնելու, ինչի մասին է խոսքը։ Ենթադրում եմ ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է Տավուշում Նավուր համայնքում գտնվող հողերի մասին, որտեղ որ Բագրատ Սրբազանը, հիշում եք, ստեղծել էր, այսինքն համատեղությամբ այդտեղ բարեկամների, գործարարների հետ, ստեղծել էր արտադրություն, որը միտված էր զարգացնելու այդ համայնքը և աշխատատեղեր ապահովելու այդ համայնքի բնակիչների համար։ Այդ բիզնեսը COVID-ի դժվարությունները չի հաղթահարել, այսինքն այնտեղ շատ ֆինանսական մեծ դժվարություններ են առաջացել, ինչևէ, բայց աշխատանքները կան, այնտեղ ամբողջ ենթակառուցվածքները Սրբազանի և իր ընկերների ջանքերով այնտեղ առկա են։ Ուրեմն, եթե չեմ սխալվում, 23 թվականին, ես հիմա գործը կնայեմ, նույն դատախազը, ով որ դիմումը մուտքագրել էր, հակակոռուպցիոն դատարան դիմել էր գործարքը անվավեր ճանաչելու պահանջով, այսինքն այն գործարքը, որի հիման վրա ի սկզբանե, այսինքն ոչ թե Սրբազանին էր փոխանցվել այդ գույքը, այլ նախորդ սեփականատիրոջից, ումից որ համարվում էր բարեխիղճ ձեռք բերող Բագրատ Սրբազանը։ Այդ գործարքը անվավեր ճանաչելու պահանջով, բնականաբար Բագրատ Սրբազանը որպես երրորդ անձ և նաև այն բիզնեսը, որը այդ տարածքում գործունեություն է ծավալել, որպես բարեխիղճ ձեռք բերողներ և գործունեություն իրականացնողներ, այդ գործի վարույթում ներգրավված էինք որպես երրորդ անձինք և միջնորդություն ներկայացրեցինք առհասարակ, իհարկե պարզ էր այս գործընթացը ինչի համար է, բայց քանի որ տեսնում ենք, որ կա շատ ավելի կարճ ճանապարհ այս հարցը լուծելու հայցային վաղեմության հիմքով այս հայցադիմումը գլխավոր դատախազության մերժվեց և վերջերս իհարկե իրանք բողոքարկել էին, բայց այնքան ակնհայտ էր այդ հայցային վաղեմության սպառված լինելը, որ ըստ էության նույն դատախազը չսպասելով վերաքննիչ դատարանին, այսինքն հույս չունենալով, որ վերաքննիչ արձանում կարող է այդ հարցը կարգավորել, ըստ էության ներկայացրել է սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջի մասին հայցադիմում, որը ըստ էության նույն բովանդակությունն է, նույն նպատակին է ուղղված, ինչ այն առաջին հայցադիմումն էր։ Այսինքն փաստացի Տաթև ցանկանում են Սրբազանին պատկանող սեփականությունը, որ նա բարեխիղճ ճանապարհով ձեռք է բերել, նրանից բռնագանձել։ Այո։ Ես մի բան էլ կարող եմ ավելացնեմ, բիզնեսը հիմնելու համար բավական խոշոր բնականաբար վարկային միջոցներ են ներգրավել, բնականաբար COVID-ի բանը ասում եմ, այդ կրիզիսը չի հաղթահարել, այդ ժամանակ այդ մարդկանց հատուցումներ են տվել, որ դիմակայեն, ու մինչև հիմա այդ վարկային բանը, բեռը փակում է Սրբազանը ու իր ազգականները։ Ձեր քայլերը ո՞րն է լինելու, ուզում եմ հասկանալ։ Բնականաբար պետք է դատական հայցադիմումը կստանանք, արդեն ավելի պարզ կլինի։ Իսկ Սրբազանը գիտի այդ մասին լինելով ազգային անվտանգ։ Հենց նոր պատահաբար ձեր զանգելուց երևի 20 րոպե առաջ ինձ Հովհաննեսը ուղարկեց այդ սկրինշոթը, որ այդպիսի հայցադիմում կա։